Սերբիա արքեպիսկոպոս Լուսավորիչ Արսենիոսի եկեղեցին 19-րդ դարի վերջին կառուցվել է Գյումրիի բնակիչների եւ կազակական զորքերի հանգանակություններով։ Այն ռուս զինվորական եկեղեցու ճարտարապետությամբ է, որով եւ առանձնանում է։ Եկեղեցու կրկնօրինակը կառուցվել է Կարսում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարսի գրավումից հետո։ Այն հիմա վերածվել է մզկիթի։ Գյումրիի զինվորական եկեղեցում ժամանակին զինվորականների օրհնության, ռազմական ոգու բարձրացման եւ հարսանյաց արարողություններ են տեղի ունեցել։ Սուրբ Արսենիոսի եկեղեցում է տեղի ունեցել ցարական բանակի գեներալ Բուդյոնիի պսակադրությունը։ Этот храм, он воплощает в себе... Այս եկեղեցին կարծես խորհրդանշում է զինվորների ռազմական ոգին։ Կողքից նայող յուրաքանչյուր ոգ երևի կնկատի, որ սա զուտ ռուսական դասական ճարտարապետությամբ կառուցված ուղղափառ եկեղեցի չէ։ Սա եկեղեցի է զինվորականների համար։ Для военных. Վերանորոգումից հետո եկեղեցին ծառայելու է ոչ միայն զինվորականներին, իսկ վերանորոգումը փուլային է լինելու։ Առաջին փուլը ֆինանսավորում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նախ շինությունը պահպանելու նպատակով եկեղեցու տանիքը պետք է վերանորոգվի։ Մեր ընտանիքի բյուջեից պարտավորվեցի կդուրը ամբողջությամբ վերանորոգել պատուհանները եւ դռների հարցը, որբիսի անձրևաչրերը չխարխլեն պատերը, բայց պատերը շատ լավ վիճակի մեջ է, փառք Աստծո, սա որ վերջացրեցինք, մնացած հարցերն էլ կկարգավորվի։ Непосредственно по оказанию содействия восстановлению. Մենք ողջունում ենք Գյումրիի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը քաղաքի համար ոչ միայն եկեղեցի, այլև պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցի վերանորոգմանը մասնակցություն ունենալու համար։ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը եւս կաջակցի վերակառուցման գործին։ Եկեղեցին պետք է վերանորոգվի նախկին տեսքով ու ճարտարապետությամբ։ Եկեղեցին վթարային է եւ վերանորոգման համար լուրջ գումարներ են անհրաժեշտ։ Դեռ վերանորոգման նախագիծ նախահաշիվ չի կազմվել։ Գյումրիի ռուսական համայնքի հոգեվորական Անդրեյ Վացը նշում է, որ ներգրավվելու են նաեւ հայ եւ ռուս բարերարների։ Источников финансирования будет несколько. Ֆինանսավորման մի քանի աղբյուրներ կլինեն։ Եկեղեցին վերակառուցելու մասին պատվոբլուրի բացման ժամանակ խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նա համապատասխան հանձնարարականներ է տվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Սա հայ-ռուսական համագործակցության եւ Գյումրիում ռուսական հուշակոթողների վերանորոգման երրորդ փուլն է։ Նախորդները 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ Նահատակ Ալեքսանդրայի եկեղեցու, ապա պատվոբլուրի վերանորոգումներն էին։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։